Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Հայկ Նահապետյանը, գիտեմ, որ շատ նկատելի էր պարոն Նահապետյանի բացակայությունը, զանգահարում էին, հարցնում էին, որովհետեւ տևական ժամանակ, արդեն 3 տարի չէ, պարոն Նահապետյան, մենք հստակ այսպես օր եւ ժամ կար եւ գիտեմ, որ մեր հետևորդներ ամեն երկուշաբթի սպասում էին Պարոն Նահապետյանի Ստեղծագործական ընդմիջում։ Այո, այդպես էլ է լինում, ստեղծագործական ընդմիջում։ Ես հույս ունեմ, որ երկուշաբթին կվերականգնվի մեր օրը, երկուշաբթի կհանդիպենք, չէ՞, պարոն Նահապետյան, որտեղ գիտեմ, որ երկուշաբթի սպասում են պարոն Նահապետյանին, քիչ մեր նախնական զրույցում այսպես խոսում ենք, ասում են պարոն Նահապետյան, այնքան հարցեր եք կուտակվել։ Իհարկե մենք այդ հարցերի հետ կապված շատ մեր բանախոսների հետ քննարկումներ ունեցել ենք, բայց անշուշտ հետաքրքիր է այդ հարցերի հետ կապված լսել Պարոն Նահապետյանի կարծիքը, բայց պարոն Նահապետյանն էլ բարեկամաբար ասեց, տես միանգամից 10 հարց չտաս, դե գիտի ինձ էլի, դա սովորաբար անում եմ, որի ընթացքում չխանգարեմ պարոն Նահապետյանին։ Զելենսկին չունի Ռուսաստանի հետ հուշագիր ստորագրելու լեգիտիմություն հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարություն, դու գիտեք դրա մասին, դա մասին վերջին արդեն տարի ու կես է, ավելի տևական ժամանակ է Եվ ասեմ, որ Telegram-ի շարք ալիքներում գրում են եւ տակը հիշեցնում են, որ հիշեցնենք, որ չունի դա լեգիտիմ։ Անցյալ տարի մայիս ամսից Զելենսկու պարտականությունների կատարման ժամկետը ավարտվել է եւ նոր ընտրություններ չեն կազմակերպվել։ ԱՄՆ սա մեջբերում եմ անում, որովհետեւ տեսնենք թե ինչ տրամադրություններ փոփոխություն կա Միացյալ Նահանգներում ԱՄՆ պետքարտուղարը հրաժարվել է Պուտինին պատերազմական հանցագործ անվանել ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ Բաքվում հայտարարվել է այսպես կոչված Երևանի Ղազիաթի գործունեության վերսկսման մասին Ղազիաթը Մուֆտիության տարածքային ստորաբաժանումն է, որը ղեկավարում է Ղազին Ղազիաթը համապատասխանում է քրիստոնեական եկեղեցիներու թեմին, խորհրդային տարիներին Ղազիաթները տարածված էին մուսուլմաններով բնակեցված շրջաններում, դուք գիտեք, որ արդեն իրենք սկսել են անձնագրեր բաժանել, իրենց համարելով արևմտյան Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ արևմտյան Ադրբեջանը, այո, մենք արևմտյան 15 րոպեից կլինի, պարոն Նահապետյան, մենք արևմտյան, ըստ իրենց, մենք հիմա ապրում ենք արևմտյան Ադրբեջանում, այսինքն իրենց պլանները շարունակում են, այսպես ասած, տարածել։ Շատ ուշագրավ էր սա, Զանգեզուրի միջանցք չի լինի Հայաստանում, Իրանի դեսպանն է ասել, Սա հետաքրքիր էր այնքանով գիտենք, որ երեք էս դրա մասին խոսեցի, իրենք շատ զգուշավոր են, դիվանագիտական շատ բան ունեն եւ սովորաբար նման տեղերում դիվանագիտորեն են անդրադառնում, բայց այստեղ որոշակի հստակություն եւ կատեգորիկ էր արտահայտված 3 սյունի կատարած այցի ժամանակ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սուֆյանին մեկնաբանել է թուրք նախարարի Ադրբեջանի հետ համատեղ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք բացելու մտադրության մասին հայտարարությունը պատասխանելով լրագրողի հարցին թե ինչպես կարձագանքի Իրանը եթե Բաքուն փորձի նրան հասնել ուժով Սողբանին ասել է ուժով ոչինչ չի կարող լուծել Զանգեզուրի միջանցք չի լինի այսպիսի պատասխան Ես կարծում եմ սա էլ արժե խոսել սա մասին սա այս ինֆորմացիան ուղղակի տարածել Պուտինը մեր հայրենակից Մարգարիտա Սիմոնյանին պարգևատրել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշանով Մարգարիտան հիշում եք մի քանի անգամ մեզ զգուշացրել է թե մեզ ինչ է սպասում եւ այդպես էլ եղավ ես տարիներ առաջ ինքը ճանաչվել էր աշխարհի ամենաազդեցիկ կանանց մեջ էր մտել Մարգարիտա Սիմոնյանը եւ կարծեմ Ռուսաստանի քաղաքացի միակ կին գործիչն է եղել, որ երբևէ մտել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակում։ Սա սենսացիա ասեմ, աննախադեպ ասեմ, բայց գիտեք, այստեղ ոչ մի արտառոց բան չկա, հիմա ինչ որ ներկայացնելու եմ, եթե մենք հետևենք եւ տեսնենք, թե ինչպես է գործում այսօրվա իշխանությունը եւ ինչ անդունդի մեջ է մեզ գցել, երեք ես վստահ եմ դուք եք ծանոթացեք երբ պարոն Նահապետյան,
ուրեմն 3-ի առաջ օրը գիշեր աննախադեպ գողություն է արձանագրել քննչական կոմիտեում հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող $590 հայտնել է Փաստինֆոն չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում էր գումարը եղել է 6-րդ հարկում, չարագործը շենք է մուտք գործել քննիչի կեղծ անձնագրով, օպերատիվ մարմինները կենտրոնացել են ուժերի գողացած եւ այլն, սա իսկապես աննախադեպ բան է, հիմա ասում են կասկածյալ կա, երեկվա հայտարարությունը շատ հետաքրքիր էր, որոշում է կայացվել Ռուսաստան իրեղեն ապացույց իրանք չունեն այդտեղ բայելու նախ արդեն խախտում եղել է իրեղեն ապացույցները այդ թունների գումարը պահվում է Շատ լավ, մենք հիմա հերթով կգնանք, ես ուղղակի լրացի կարևոր բաներ եմ ներկայացնում, որոշում է կայացվել Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի սահմանի երկայնքով անվտանգության բուֆերային գոտի ստեղծել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին այս պահին զբաղվում է այդ հարցով հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Սա ինչի մասն է խոսում։ Իդեպ հանուն արդարության եւ ասեմ, երբ որ պատերազմը սկսեց, շատ կարճ ժամանակ հետո ինչ որ 2-3 շաբաթ էր անցել թե 1 ամիս, այն ինչ որ հիմա տեղի ունեմ, սրա մասին ասել է Հրանտ Բագրատյան, ասեց կստեղծվի այդպիսի գոտի, շատ հետաքրքիր, շատ լավ հիշում եմ դա, կամ կարող եք հետ գնալ եւ կտեսնեք, որ այդպիսի բան կա։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների արևմուտք խախտման վերաբերյալ, ուշադրության կենտրոնում են եղել նրա համբալ վերենգի տեղը, ներվերս չուտես, ձեզ տանելու եմ լցնեմ ԱԱՑ պատվալներ արտահայտությունը, գրել է падգամավոր Թագուհի Թովմասյանը։ Դե ինչպես ասում եմ, եթե սրա մասին խոսեցինք, կարելի է նայել, դուք կարող եք սան չանդրադառնալ, նաև տիկինն էլ գիտեք նույն բառապաշարով, բառամթերքով հանրային գործիչների, խմբագրիրների, ավելին անշուշտ նկատի ուներ նաև նախագահներին, երբ որ Նաիրա Զոհրաբյանն ինչ-որ բաներ գրել, ասում է ինչ-որ դե դրանից 1 օր առաջ, գիտեք, երկրորդ նախագահը խոսել էր եւ ասել էր, որ հիմա ամենահարուստ մարդը Նիկոլ Փաշինյանն է, դա նշանակում է ամենամեծ կոռուպցիոները եւ թալանչին Նիկոլ Փաշինյանն է, այնտեղ անուն չէր տվել, բայց պատասխանելով կամ խոսելով Նաիրա Զոհրաբյանի մասին, ասել էր, որ էշնել էր, ինչ որ էշ նման բաներ ասել, թե դու մյուս էշի, այսինքն մյուս նախագահին նկատի ուներ, ինչ ասեմ, այս սանձարցակին բոլոր սահմանները այլևս անցել է, էշ, համբալ, տհաս, տխմար, այսպիսի պիտակավորումներ է տալիս եւ տեսեք ինչպիսի լկտի սանձարցակ ինքնավստահություն, որ ասում եմ մի վախեցեք, այսինքն ինքը իրան դրել է, չգիտեմ ինչի տեղը, մտածում ա որ բանը բոլորը սարսափած եւ վախեցած են, քո նման հրեշտակներ են, ճակերտավոր եկելու անցել, չգիտեմ ինչի ծոցը, հենց որ հանգիստ վերընկի քո տեղը ու քեզ մի երևակա իբր թե դու ընդամենը մի հրեշավոր երկիր ծախող դավաճան սրիկա տականքի զուգընկերն ես, որ ուժ ու եռանդ ես տվել, հիմա պետք է ուղակի ճշտվի այդ ուժ ու եռանդը հրեշավոր սատանայական ուժ ես տվել, որպեսզի այդ բոլոր պլանները իրագործվի եւ նաեւ մասնակից ես նրանով, որ դու բունկերում ես եղել, որտեղ դու իրավունք չունեիր լինելու եւ դու նշանակում է տիրապետելես ինչ-որ ինֆորմացիաների, չէ, դա է նշանակում, դու դրա համար դեռ պատասխան ես տալուս, էլ չեմ ասում քո մնացած որ վարքագծի արարքների պահվածքի համար եւ դժվար է պատկերացնել, որ Նիկոլը, որ իմիջիալս Նիկոլը խոստացել էր, չէ, որ բոլորից փողերը վերցնել եմ, սիրելի հայրենակիցներ։ Ինքը իրականում այդ բոլոր գումարները վերցրել է, ժամանակը կգա, մամուլում 1000 մի հրապարակումներ են եղել։ Իշխանափոխությունից հետո դուք կտեսնեք, որ իրականում այդ միլիոններն ու միլիարդները վերցրել են եւ Հրանտ Բագրատյանը խոսեց դրա մասին եւ երկրորդ նախագահը եւ ոչ միայն 1000 ու մի չարաշահումների մասին, անիֆի 100 միլիոնը չկա, համահայկականի այդ 100 միլիոնը, որ բյուջեին ոչ մի տողով չկա, մամուլում գրեցին, որ Սաշիկ Սարգսյանից 30 միլիոն է վերցրել, դա էլ բյուջեին ոչ մի տողով չկա։ Իրականում, պարոն Ահապետյան, ինքը վերցրել է, ուղղակի իրան է պահել, չի տվել ուրիշին։ Ամբողջ խնդիրը սա է, եւ այս ամենով հանդերձ տիկին ուրեմն քո ուղեղն է փթած, ոտքից գլուխ ես դու փթած ու չհամարցակվես այդպես խոսել ընդհանրապես ժողովրդի հետ այդ լեզվով, այդ ոճով, այդպես խոսել, քեզ հարիր պահի, երեք համեմատում էին, ասում էին, այդպիսի գործի չէ, ակտիվություն է դրսևորել մեր ժամանակներում, եկել Գորբաչովի տիկին է, որ ամեն ինչ վերցրել իր վրա, բայց դեռ նա բարեկրթության շատ կոնկրետ նորմեր էր պահում եւ իրեն թույլ չէր տալիս այդպես եւ հաստատ դու չես, որ դու ի վիճակի չես քո ընտանիքի անդամներին, այս անդաստիրակներին ի վիճակի չես եղել 30 տարում կրթելու ոչ կողակցիդ, ոչ երեխաներիդ, ոչ չգիտեմ ո, դու օր մնաս, թե դու
քեզ իրավունք ես վերապահում մի ամբողջ ժողովրդի ու հանրությանը կրթելու, այնպես որ վերինգի տեղը հանգստացի ու քեզ մի երևակայ թե դու չգիտեմ ով ես։ Իսկ թե ով ես, մի հոգի չի, 100 հոգի չի, 1000 հոգի ասել են թե դու ով ես, նենց որ հանգստացի վերինգի տեղդ, կամ կարող ես չանհանգստանալ վերջ չընկնես քո տեղը, որտեղ կգա ժամանակը, որ քեզ շատ գեղեցիկ քո համապատասխան տեղը ցույց կտան։ Լավրովն էլ այստեղ էր, պարոն Նահապետյան, չգիտեմ որտեղից, այդտեղից սկսենք, թե Ուկրաինա, Ռուսաստան, սրանից որ թեմաներ ես ավելի հոգեհարազատ որտեղից։ Ես կարծում եմ ինչ որ մեր երկրի համար այսօր կարևոր է։ Խնդրեմ։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի այցը։ Անհիշելի ժամանակներից Սերգեյ Լավրով Հայաստան չի եկել։ Եվ առաջին հայացքից թվում է, թե այդ այցելությունը պետք է գործնականում իր գոլեգայի հետ ունենար շատ կարևոր, ես կարծում եմ, ոչ միայն բանակցություններ, այլև փաստաթղթերի կնքում։ Ինչ որ 2 տարվա համագործակցության ինչ որ փաստաթուղթ են ստորագրել, բայց կարծում Սերգեյ Լավրովի այցը լրիվ այլ նպատակ ուներ։ Ըստ իս 2 նպատակ է հետապնդել։ Առաջին, Սերգեյ Լավրովը մեկ անգամ եւս տվեց այն գնահատականները, որի վերաբերյալ եւ ինքը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլոխոսնակը եւ փոխվարչապետ Օվերչուկը ասել էին։ Եվ այդ գնահատականները մեսիջը ուղղված չէր իշխանություններին, որտեղ իշխանությունների քայլերի հրաշալի իրազեկված են Ռուսաստանի իշխանությունները, այլ ուղղված էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ քաղաքական ընդդիմությանը։ Մեսիջը դա էր, առաջին մեսիջը։ Ինչ է ասվում։ Ընդ որում ուշադրություն դարձեք, օրվա իշխանությունների վերաբերյալ Սերգեյ Լավրովը ընդամենը 2 դրվագով անդրադարձավ, որտեղ ամբողջ պատասխանատվությունը Արցախի կորստի եւ Հայաստանի Հանրապետության սահմանների ուղղակիորեն ասաց, որ օրվա իշխանություններն են։ Մնացած բոլոր ձևակերպները ուշադրություն դարձեք, իշխանություն բառ Սերգեյ Լավրովի կողմից չի ասել, ասել է Հայաստան բառ։ Հարաբերությունները Հայաստանի հետ, արժեքներ, պատմություն, համատեղ պայքար եւ այդպես շարունակ։ Ես հիմա ուզում եմ այնինչ ըստ իս կարեւոր է Սերգեյ Լավրովի հետ կապված ինչ է ասել։ Եվ դա մեսիջը եւ մեր երկրի քաղաքացիներին եւ քաղաքական ընդդիմությանը ինքը օրակարգ է ասել։ Այսինքն եթե Հայաստանում ժամ առաջ լինելու է իշխանափոխություն, ապա ըստ իս Ռուսաստանը դիտում է իշխանափոխության արդյունքում եկած նոր իշխանությունները այդ օրակարգով։ Եվ այսպես օրակարգ գանք Արցախին։ Արցախի հետ կապված Սերգեյ Լավրովը գնահատում է, որ Արցախը հանձնել են օրվա իշխանությունները 22 թվականի հոկտեմբերի 6-ին, մեկ անգամ եւս արձանագրեց, որ Արցախը հանձնել, մենք էլ ասում ենք, ծախել են Նիկոլի իշխանությունները։ Երկրորդ Իմիջիալից արձագանքը տեսեք Միրզոյանի, այնտեղ բան չկար Միրզոյանի արձագանքի մեջ։ Երկրորդ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելը եւս ուղղակիորեն դրվում էր օրվա իշխանությունների վրա, որտեղ այնինչ տեղի էր ունեցել 22-ի սեպտեմբերին Ջերմուկում, ես մեկ անգամ մեծ լսողներին հիշեցնեմ, որ հաջորդ օրը Հայաստանում էր գտնվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շտաբի պետերի խորհուրդը, շտաբի պետի ղեկավարությամբ, որոնք տեղում ուսումնասիրել են իրավիճակը, ռազմական գործողությունների կասեցնելուց հետո, իրենց հետ որից մեկը պաշտոնատար պատկան կառույցներից չի հանդիպել եւ այդ խումբը գնացել է Մոսկվա, զեկուցել են ՀԱԲ գլխավոր քարտուղար այդ ժամանակ Ստանիսլավ Զասին։ Հաջորդ օրը Ստանիսլավ Զասի պատվիրակությունն է գալիս, այդ զեկույցի հիման վրա տեղում ուսումնասիրություն, որից հետո շատ բնական էր առնվազն Հայաստանի 3 պաշտոնատար անձանց հետ պետք է լիներ հանդիպում իրենց գնահատականների բարձրաձայնում եւ ընդհանուր հայտարարի գալ։ Չի եղել հանդիպում Փաշինյան Նիկոլի, չի եղել հանդիպում Պապիկյան Սուրոյի եւ չի եղել հանդիպում Արմեն Գրիգորյանի հետ։ Եվ մարդը ստիպված առանց այդ հանդիպումների գնում է Մոսկվա, որից հետո այդ ուսումնասիրությունների եւ գնահատումների արդյունքում հոկտեմբերին այստեղ տեղի ունենում ՀԱԲ գագաթաժողով։
Մինչ այդ կար պայմանավորվածություն, որ բացառելու համար Ադրբեջանի կողմից ցանկացած ոտնձգություն Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռուսական կողմի առաջարկով այստեղ պետք է դրվեին հապ դիտորդներ։ Ընդ որում, ասեմ ձեզ, Հայաստանը համաձայնություն տվել է մինչև հապ գագաթաժողով։ Հապ գագաթաժողովի ժամանակ Հայաստանը հետ է կանգնում։ Չի համաձայնվում։ Դեկտեմբեր ամսին 22-ի նույն Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը եւ իր մամլոխոսնակը Մարիա Զախարովան բարձրաձայնում են, որ բացի դիտորդներից իրենք կարող են շփման գծի ամբողջ երկայնքով հապ խաղապահ զորքեր բերել։ Սա եւս մերժվում է։ Այսինքն այն կորուստները փաստացի, որ մենք ունենք, օրվա իշխանությունների վարած քաղաքականության արդյունքն է։ Իսկ հիմա կոնկրետ օրակարգի հետ կապված, որը Ռուսաստանի համար կարևոր է եւ այդ օրակարգի մասին մեկ անգամ եւս Հայաստանի Հանրապետության տարածքում Սերգեյ Լավրովը բարձրաձայնում է։ Ուրեմն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև թնջուկը լուծելու մի փաստաթուղթ կա, դա 4 եռակողմն է եւ ձեռք բերված պայմանավորվածությունները, որով բացառում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի ցանկացած պահանջի կատարում։ Ես առնվազն թվարկեմ այդ պահանջները։ Սահմանադրության փոփոխություն, 300,000 ադրբեջանցիների վերադարձ, ռազմական տուգանք կոնտրիբուցիա, փոխհատուցում ռեպարացիա, Մինսկի խմբի լուծարում, Արցախում ինքնապաշտպանական մարտերը կազմակերպած եւ մասնակից անձանց նկատմամբ քրեական հետապնդում եւ պայմանագրի ստորագրում 4 եռակողմի կետերը կատարելուց հետո։ Սրա մասին անձամբ Լավրովն է ասել։ Հիմա Լավրովը մեզ ասում է, որ Հայաստանի նոր իշխանությունների համար, որպեսզի Ադրբեջանի ճնշումները ձեր վրա չզուգացվի, ձեր համար հիմքը 4 եռակողմն է։ Ալիևի որևիցե պահանջ այդ 4 եռակողմում չկա։ Սա արձանագրում ենք։ Անտրամաբանական է, եթե Հայաստանի օրվա իշխանությունները հոգում են եւ ի պաշտոնե պարտավոր են Հայաստանի անվտանգության եւ տարածքային ամբողջականության երաշխավորը լինել, իրենք այդ 4 փաստաթղթից պետք է կարճած լինեին, որտեղ դա է երաշխիքը, որ Ալիևի պահանջները չկատարվի։ Այնինչ այժմ պատրաստ է այսպես կոչված խաղաղության պայմանագիր, որ հետո դարձավ համաձայնագիր, դրանք շատ էական տարբերություններ են, որտեղ պայմանագիրը իրավական փաստաթուղթ է, որտեղ կողմերը եթե հետ կանգնեն իրենց վերցրած պարտականություններից պայմանագրի կետերի շուրջ, ապա կրում են պատասխանատվություն։ Համաձայնագրում չկա նման բան, կարող է համաձայնագրից դուրս գալ առանց իրավական հետևանքների։ Հիմա համաձայնագիր է դարձել պայմանագիրը։ Եվ այսպես, սա ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին, ինչ վերաբերում է տարածաշրջանում կայունության ապահովմանը, ապահովում է 3 գումարած 3 ձևաչափը, որի մասին Լավրովը կրկին անգամ բարձրաձայնեց, այսինքն դրսից տղա բերել 3 դեմ են, 3 Հարավկովկասյան հանրապետություններ եւ Ռուսաստան, Իրան, Թուրքիա։ Այս 6-ի մեջ է որոշվելու։ Հաջորդը ես այստեղ ինձ մոտ նշել եմ, որպեսզի այս կարևոր եմ ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի վերցված պարտավորությունների կատարում։ Լավրով եւս ասաց, որ Հայաստանը պարտավոր է կարևորությունը տվեց։ Եվ ամենակարևորը, որտեղ Լավրովը փաստորեն ասեց մի միտք, որը իմ նշած Լավրովի այցի երկրորդ նպատակն է, ասեց մենք փաստացի երաշխավորն ենք Հայաստանի պաշտպանության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության։ Սա ինչ է նշանակում եւ ինչու այդ միտքը ասեց։ Որտեվ երբ Սերգեյ Լավրովը եկավ եւ ծաղկեպսակ պատվիրակությունը դրեց Մայր Հայաստան հուշահամալիրում հաղթանակ զբոսայգում, ամբողջ այդ եթերը եւ ռուսաստանյան լրատվամիջոցների լրագրողները լուսաբանում էին Արարատի ֆոնի վրա։ Սա պատահական չէր։ Սա մեսիջեր ուղված Թուրքիային առաջնորդին եւ Ադրբեջանին առաջնորդին Թուրքիային։ Ինչու՞։ Որովհետեւ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր լինելով հիմա պատրաստվում է Ռուսաստանի դեմ 3 ուղղությամբ, ոչ թե 1, 3 ուղղությամբ ճակատ բացել, ընդ որում մտնելով ռազմական բախման տիրույթ։ Առաջինը Սև ծովն է։ ՆԱՏՕ-ն բավականին լուրջ
սպառազինություն են կենտրոնացրել ՆԱՏՕ-ի անդամ երկրներ Բուլղարիայում եւ Ռումինիայում, ինչպես նաեւ Թուրքիայում։ Այդ երեք պետությունները Սևծովյան ավազանի երկրներ են։ Երկրորդ, երբ ԱՄՆ նախագահը օրեր առաջ հանդիպեց Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավարի նախկին Ահբեկչի հետ, դրանից ընդամենը 2 օր հետո ռուսական ռազմակայանների վրա Սիրիայում սկսեցին հարձակումները։ Եվ մենք գիտենք, որ Սիրիայում իրական գործառույթները երկու պետության վրա են դրել՝ Իսրայելի եւ Թուրքիայի։ Կա որոշ հակասություններ, այդ հակասությունները փորձ է արվում չզոքացնել, ընդ որում այդ բանակցությունները գնում են Բաքվում, օրեր առաջ Բաքվում եղել է փակ եւ գաղտնի հանդիպում Սիրիայի, Թուրքիայի, Իսրայելի եւ Ադրբեջանի օպերատիվ բանակների օպերատիվ կառույցների ղեկավարների միջեւ։ Եվ երրորդ ուղղությունը, որտեղ Թուրքիան կարող է նախաձեռնել ռազմական գործողությունները Ռուսաստանի ուղղությամբ դա հարավային Կովկասն է, այսինքն մեր տարածաշրջան, եւ որի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեք բարձրաձայնել էր, որ լարումները երկու պետությունների Հայաստանի եւ Ադրբեջանի բավական մեծ են, այսինքն ռազմական բախման նախաշեմին են գտնվում։ Ինչ ասեց հետո պարոն Լավրովը, այդ պաշտպանություն, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականությունը, սա մեսիջ էր Թուրքիային, որ այնուամենայնիվ այս տարածքները համարվում են մեր ազդեցության ռազմավարական տարածքներ, եւ իդեպ մի եւս այն պահին, երբ Լավրովը այս մտքերը բարձրաձայնում էր Ռուսաստանում մի կոնֆերանսի ժամանակ, որտեղ ներկա էր նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական Անտոն Կոբյակովը, կարելի ասել քարոզչական դաշտում սենսացիոն միտք բարձրաձայնեց, ասելով, որ Խորհրդային Միությունը որպես իրավական սուբյեկտ գոյություն ունի, որը ճիշտ է ասում, ես հիմա հիմնավորեմ, ցանկացած պետության կազմավորում եւ լուծարում այդ պետության բարձրագույն մարմնի որոշմամբ է լինելու։ Խորհրդային Միության բարձրագույն մարմինը դա ժողովրդական դեպուտատների համագումարն էր։ Համագումարում չի եղել որոշում Խորհրդային Միության լուծարման վերաբերյալ։ Բելովեժյան պայմանավորվածությունները 3 խորհրդային հանրապետությունների ղեկավարների դա առ ոչինչ է։ Եվ այդ տրամաբանությամբ նույն Կոբյակովը մեկնաբանեց, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունները լարումների դաշտի եւ ռազմական բախումների տեղերում դա ներքին հարց է։ Եվ հիմա ես դա պրոյեկտում եմ արդեն մեր տարածաշրջան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ցանկացած հարաբերություններ այդ տրամաբանությամբ Ռուսաստանը դիտում է որպես ներքին հարց։ Ասեմ ձեզ, հիշեցնեմ, որ ժամանակին, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը գնահատում էր այն ինչ տեղի էր ունենում Ուկրաինայում, երկու կարևոր գնահատական տվեց։ Առաջին, որ Ուկրաինան Լենինի ստեղծած պետությունն է։ Այդ տրամաբանությամբ Ադրբեջանը եւս Լենինի ստեղծած պետությունն է, այսինքն առաջին արհեստական պետությունը, որի հիմքերը միգուցե եւ կար եւ ստեղծել են։ Եվ երկրորդ, ասես ցանկացած հանրապետություն ինչ սահմաններով որ մտել է խորհրդային կազմի մեջ, այդ սահմաններով պետք է դուրս գա, իրեն որևիցե մեկը նվեր չի տալու։ Դա վերաբերում էր Ուկրաինային, ուշադրություն դարձրեք, իսկ Ուկրաինային այդ ժամանակ Նովորոսիան, որտեղ հիմա ուղակի կռիվներ ա գնում, դա Ուկրաինայի մաս չի եղել, դա եղել է ցարական Ռուսաստանի մաս։ Եվ Ղրիմը։ Հիմա սա պրոյեկտում են մեր իրականության վրա։ Պատկերացրեք, եթե Ադրբեջանը անկախ պետություն է, Ադրբեջանում առնվազն երկու սուբյեկտ իրենը չի այդ տրամաբանությամբ։ Դա Նախիջևանի ինքնավար հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, դա Ադրբեջանի հետ կապ չունի, որտեղ իրենք սուբյեկտ են, իրավունքի սուբյեկտ են։ Ուզում եմ ասել, որ բայց դրա հետ միասին նաեւ պատկերացնում ենք թուրքական ռազմաբազաների եւ Թուրքիայի ներկայությունը այլևս Ադրբեջանում եւ նաեւ Իսրայելի ներկայությունը։ Հիմա ես պրոյեկտում եմ։ Այսինքն ես ասում եմ մի վիճակ, որտեղ Ռուսաստանի ղեկավարությունը ինչպես է գնահատում։ Եվ մի շատ կարևոր փաստի մասին, որը այդպես մատների արանքով կարծում եմ մեր եւ տեղեկատվական եւ փորձագիտական շրջանակներն այցին, ինչու Ալիևը մայիսի 9-ին, որ խոստացել էր Մոսկվա գնալու հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը մասնակից լինելու, ոչ թե ներկա գտնվելու, չգնաց, այո, ինձ դա հրապարակավ բարձրաձայնել էր։ Հիմա ուշադրություն դարձրեք ամսի 9-ին ինչով է զբաղված Ալիևը։ Հիմա Շուշի։ Ուրեմն Արցախի Խանաբադ գյուղում բացում է անասնաֆերմա։ Ընդ որում այդ ֆերմայում պահվում են ոչ միայն ոչխարներ, այլև խոզեր։ Սա պատական չեմ ասում, որովհետև այնուամենայնիվ
Ադրբեջանը իսլամ դավանող երկիր եւ խոսի իրանց համար պիղծ կենթանի համար։ Հիմա ուրեմն Ալիևի համար կարևոր է այն օրը, որը աշխարհի շատ պետությունների համար որպես հաղթանակի տոն է, իսկ ռուս ժողովրդի եւ Ռուսաստանում ապրող բոլոր ժողովուրդների համար կարելի ասել սրբադասված տոն է, այդ օրը Ալիևի գործունեությունը սահմանափակվում է անասնաֆերմայի բացման արարողությանը մասնակից լինելու։ Սա մեսիջ է Ռուսաստանի ղեկավարությանը, որ մոտ ապագայում Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի առաջնորդությամբ սկսվող ռազմական գործողություններում Ադրբեջանը գտնվելու է թուրքական ճամբարում։ Այսա սա է նշանակում։ Այնպես որ մենք նաև ի գիտություն սա ընդունենք եւ Լավրովի այցը ես ուղղակիորեն կապում եմ Հայաստան գալու եւ Արարատի ֆոնի վրա եւ արարողությանը մասնակցելու եւ այդ արարողությունը Արարատի ֆոնի վրա լուսաբանելու։ Այսինքն ուղղակի մեսիջ էր, որ Հայաստանի Հանրապետությունը մնում է Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը կնքված պայմանագրերի տրամաբանության մեջ եւ Հայաստանը Ռուսաստանի համար ունի ռազմավարական նշանակություն։ Այնպես որ բոլոր նրանք, ովքեր փորձ կանեն Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության եւ անվտանգության սպառնալ, գործ կունենան ուղղակիորեն Ռուսաստանի հետ։ Եթե դրանել ավելացնենք, որ այդ հայտարարությունից հետո, ինչպես դուք նշեցիք, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը Մինչև այդ բայց ասեցին, որ փորձ արդեն այլևս արել են եւ տարածքի վերցրել են Հայաստանի Հանրապետությունից եւ ՀԱՊԿ-ը ոչինչ չի արել։ Դասը հնչեց։ ՀԱՊԿ-ի պատասխանը ինքը շատ հստակ տվեց։ Ուրեմն այդ տարածքները մի փոքր հիմա բաց է։ Ադրբեջանը կարող է ներկայացնել ջերմուկի մոտ, որ դա իր հանրապետության տարածքներն են։ Ահավասիկ սա GPS-ը, սա էլ քարտեզները։ Հիմա ասեմ ինչու մասնակի Ադրբեջանը ճիշտ կարող է լինել, որտեղ 1994 թվականի մայիս 12-ի հրադադարի հաստատումից մինչև 2022 թվականի սեպտեմբերը ջերմուկի դեպքերը եւ Հայաստանի զինված ուժերի եւ Ադրբեջանի մեկ-մեկու տարածքներ են վերցրել, բարձունքներ են վերցրել եւ տարածքներ են վերցրել ռազմական տեսանկյունից առավելություն ապահովելու նպատակով եւ դա իրողություն է։ Այնպես որ երբ որ Ադրբեջանը ասում է դա իմ տարածքն է, ես եկել եմ իմ տարածքն եմ վերցրել, այո, քանի որ չկա դելիմիտացիա, դեմարկացիա, սահմանները գծված չեն, հա, Ադրբեջանի այդ հարցը, դա արդյոք իր տարածքն է, թե իր տարածքը չի, վիճելի է։ Այսինքն հարցական է, այնպես հաստատ չի, բայց որpիսի դրանից հետո Հայաստանից որևիցե տարածք չվերցվի եւ այդ տարածքների վերաբերյալ բնականաբար դելիմիտացիա եւ դեմարկացիայի արդյունքում կերևա դա Հայաստանի տարածքը թե Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարությունը ինչ առաջարկ արեց, ՀԱՊԿ-ի այդ ղեկավար կազմը շտաբի պետերի խումբը եւ գլխավոր քարտուղարի խումբը ինչ եզրակացության են եկել, որովհետեւ այլևս Ադրբեջանը նման ոտնձգություններ չանի մինչեւ դելիմիտացիա եւ դեմարկացիայի ավարտը, իրենք առաջարկում էին սահմանում ամբողջ շփանգծում, որտեղ սահման չկա, հայ-ադրբեջանական շփանգծի ամբողջ երկայնքով տեղակայվեին ՀԱՊԿ-ի դիտորդներ։ Մեկ ամիս հետո Ռուսաստանը առաջարկ է անում, որ ոչ միայն ընդ որում դա Մարիա Զախարյանը բարձրաձայնում, որ լինեն նաև ՀԱՊԿ խաղապարներ։ Եվ ամենակարևորը, որ Սերգեյ Լավրովը հաստորեն մինչ այդ ասել էր եւ այս անգամ էլ հաստատեց, փաստացի, քանի դեռ 4 եռակողմը կյանքի չի կոչվել եւ դրա մասին ինքը բարձրաձայնել էր վաղօրոք, որովհետեւ խաղաղության պայմանագիր կնքելը ճիշտ չի, քանի դեռ ձեռք բերված գերավոր եւ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում չեն կատարվել այդ կետերը։ Դա մեզ համար շատ կարեւոր է, որտեղ դրանով միանգամից փակվում է Ադրբեջանի նախագահի բոլոր պահանջները, անօրինական պահանջները, հաղթող պետության պահանջները, որը հիմա ինքը բարձրաձայնում է եւ որին ականջալուր եւ խելոք կերպով Փաշինյանը փորձում է այն ինչ որ արեց Նիկոլա Արցախի գլխին, այսինքն գնալ եւ ինչ որ միտեղ վաճառել, ծախել եւ ստորագրել եւ փաստի արժեվ կանգնեցնել նույն Ռուսաստանի Դաշնությանը։ Ես կարծում եմ այդ վտանգը, այո, դուք ճիշտ եք նկատում, այդ վտանգը կա, այո։ Եվ այդ վտանգը կանխարգելելու համար կոնկրետ Հայաստան եկավ ըստ էության ընդունեց Ռուսաստանի Դաշնության նախագահը եւ Լավրովը, որ դա շոկային էր, մարդը գնացել է իր ձեռքով հանձնել է Արցախը, տարածքը, դա իրենք ասացին, որ դա մեզ համար բան է։ Հիմա իրենք արդեն, չգիտեմ, իրենց համար սпасելի է կամ մեզ համար։ Այդ վտանգները կա, հաշվի առնելով կարող է Հայաստանը մի օր զարթնենք եւ տեսնենք ստորագրել է։
Բայց ես ասացի, չէ, կոնկրետ Լավրովը երբ որ Հայաստան եկել է, ասացին, այս բոլոր կետերի հետ համաձայնում է խաղաղության անունը, Հայաստանի վերջն է դա։ ես դրա համար եմ ասում, որ Լավրովը երբ որ եկավ, այն ինչի մասին ինքը բարձրաձայնեց, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, 3 գումարած 3 ձևաչափի, դելիմիտացիա դեմարկացիայի, պայմանագրի համար հիմք պետք է հանձնարար 4 եռակողմի կետերը, ոչ թե Ալիևի պահանջները, այս բոլոր իմաստը նա է, որպեսզի կանխարգել են Ադրբեջանի կողմից կամ պայմանավորված Փաշինյանի հետ կամ չպայմանավորված ագրեսիայի արդյունքում տարածքների Կարող է սողացող խաղաղության պայմանագրի տակ սողացող հանձնման տանել Նիկոլը Հայաստանի Հանրապետությունը։ Ոչ թե կարող է ինքը տանել։ Ասենք համաձայնի նրան, որ 300,000 ադրբեջանցիները ընդունենք բայց որի անվտանգությունը, աշխատանքը, ընդ որում 300,000 Ալիևը ասում է դա 88-91 թվականին դուրս եկածներն են։ Իմիջիայլոց հայկական կողմից քար լռություն հասկանալի է, որ տական կապիկար երկիր հանձնող սրիկաներ են այս իշխանությունը եւ նաեւ ընդդիմադիր բանից, բայց 500,000 հայերի մասին խոսք չկա, որ Ադրբեջանում ապրել են, չգիտեմ, մենք գուցե։ Մենք։ Ուրեմն ես կարծում եմ, այստեղ Նիկոլա համարցակվի Ալիևի դեպի ոչ թե մենք ասենք, որ քանի որ Ադրբեջանը 300,000 Քանի որ չէ, դա փաստ է։ Մի վարքյան։ Քանի որ Ադրբեջանի նախագահը ասում է, որ 300,000 դի վերադառնա, ես համոզված եմ, որ դա 300,000 թիվ չի, 300,000 իրեն գնահատում են, որ այստեղից դուրս են եկել։ Նրանց ժառանգներով կարող է դա լինի 1-1.5 միլիոն։ Պլյուս դրան իրենց անվտանգությունը ապահովող Պլյուս, ասկե 1 միլիոն բերում լցնում է Հայաստան, ասում է դե ուրեմն ես իմ երկիրն է գնացիք։ Ուրեմն արձանագրում ենք հետևյալ իրողությունը, որպեսզի Ալիևի ապօրինի պահանջները կյանքի չկոչվի, Սերգեյ Լավրովը շատ հստակ ասել է. Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, ճանապարհների բացումը, կոմունիկացիան եւ այլն պետք է հիմնված լինի 4 եռակողմով։ 4 եռակողմում որևիցե ձևով ոչ Միջանցքի մասին խոսք կա, ոչ 300,000 վերադարձի մասին խոսք կա, ոչ այստեղից մարդկանց նկատմամբ քրեական հարուցում եւ հետապնդում լինելու մասին խոսք կա, ոչ կոնտրիբուցիայի, ոչ ռեպարացիայի, ոչ Մինսկի խմբի լուծարման մասին։ Այս այն ինչ որ ասում է Ալիևը, դրանք թեման փակում է Լավրովի այս ասելով։ Այսինքն Լավրովը, Սերգեյ Լավրովը ասում է, որ Հայաստանի ապագա իշխանությունների համար, մեզ համար կարևոր է այս մոտեցումները։ Ընդ որում նաև անուղղակի ես կարող եմ այդպես գնահատել, որ իրենք ասում են, մենք անձերի վրա անձերով չենք թիրախավորում, օրակարգով են թիրախավորում։ Այսինքն եթե Հայաստանում քաղաքական ուժ կամ ուժերի դաշինք, որոնք այս օրակարգով, որի մասին ես բարձրաձայնել եմ, խոսքը Սերգեյ Լավրովի մասն եմ ասում, առաջին դեմքով եմ ասում, ապա մեզ հետաքրքիր է կոնկրետ այդ մոտեցումները։ Շատ այդ վտանգի մասին, որ ես հարցրեցի, հետո ձեր խոսքը բանալեցի, որ կա այդ վտանգը, կարող է ինչ կարող անել Նիկոլը։ Պայմանավորված պատերազմ, ինչպես 18 թվականին, այո։ Հյուսիսականոն, եթե լինի, այո, 20 թվական, եթե լինի պայմանավորված պատերազմ, ես չեմ բացառում եւ Ալիևը 3 ամիս Պաշտպանության նախարարությունը Ադրբեջան երբ հայտարարում արդեն 3-րդ ամիսն է գալիս, որ հայկական կողմը հրադադարի ռեժիմ է խախտել, դե համար նաեւ քարոզչական հող է նախապատրաստում, որ վաղը ինքը ասի, տեսեք, փաստորեն հայկական կողմը ականջալուրջ չեղավ իմ զգուշացումներին, ես ստիպված կանխարգելիչ քայլ եմ անում եւ մտնում եմ որոշ տարածքներ ինձ համար անվտանգության գոտի եմ կամ բուֆերային գոտի եմ ստեղծում։ Եվ այդ առումով ես չեմ բացառում, որ այդ պայմանավորվածությամբ տարածքներ հանձնվի։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը եւս մեկ անգամ եւ Ադրբեջանին եւ Թուրքիային այդ թեմայով ասաց։ Իդեպ, երբ որ Ադրբեջանի ուղղությամբ, հա, գնացին Ադրբեջանը ասում, Ջերմուկի ուղղությամբ, Սյունիքի ուղղությամբ 22 թվականին, այն ժամանակ էլ ասում են պայմանավորված ինչ-որ բան կա եւ ամեն ինչ փորձում են անել, որ երկրորդ ճակատը բացեն։ Չէ՞, նաև Ուրեմն, բայց ամենայն դեպս այդպիսի կասկածներ կային։ Այո, բայց մի ճշմարտություն էլ պետք է ասել, որ 22 թվականին, երբ Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները Ջերմուկի մատուցներում էին, նրանք առաջխաղացում չունեցան։ Ես դրա մասին ասել եմ եւ հիմա կրկնում եմ, ինչպես է դա եղել։ 102 ռազմաբազան անձնակազմող տեխնիկայով ռազմական գործողությունների ժամանակ դուրս է եկել Հայաստանի արևելյան եւ հարավային սահմանների տեսարժան վայրերը դիտելու, մեկ էլ հանկարծակի հայտնվել է այդ տարածքներում։ Սա է, ընդ որում սրա վերաբերյալ շատ հպանցիկ ասել է Մարիա Զախարյանը, որ այդ գործողությունները նաեւ Արցախից ինչ եկավ, չէ՞։
Դրա մասին չգիտեմ։ Ինչը նկատի ունեք։ Արցախից չկան այդ ջոկատները, նաև դրա մասին։ Ես ասում եմ, վստահաբար եմ ասում, Ադրբեջանը խնդիր ուներ մի կողմից ջերմուկից, ամենակարճ ճանապարհն է, մյուսը Նախիջևանից հարված հասնել, գտել միջպետական, հասնել միջպետական ճանապարհ եմ երկու, եւ դրանով Հայաստանի առնվազն 4 մարզ ուղղակի իրանց վերահսկողության ներկոլն են։ Դա օրակարգից դուրս չի եկել։ 2025 թվական նոյեմբերի 9-ը հեռու չէ։ Լրանում է 5 տարին։ Պետք է շտապել, եթե այո, ինչու։ Պայմանագրի 5 տարին է լրանում։ Այո, այդտեղ եթե պայմանագրի կետերում Եվ շատ գործիչներ ասեն պիտի կարճել հենց նոյեմբերի 9-ի պայմանագրից։ Ուրեմն նոյեմբերի 9-ում եթե կողմերից մեկը, ընդ որում նոյեմբերի 9-ի փաստաթղթում եւս սա կարևոր է մեկ անգամ եւս հիշեցնում եմ, կա երկու կողմ, որը այդ պայմանագրի առաջին կետն է ասում։ Ռուսաստանը կողմ չի։ Կողմ է Հայաստանը եւ Ադրբեջանը։ Եվ միայն մի փաստաթղթում 22 թվականի հունվարի 11-ի պայմանագրում է, որտեղ հանձնաժողովների ստեղծման մասին է խոսք գնում, որտեղ Ռուսաստանը կողմ է, այսինքն Ռուսաստանը ունի ձայնի իրավունք որոշումների կայացման վրա։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում կողմը երկու պետություն է, Հայաստանը եւ Ադրբեջանը։ Ռուսաստանը այդտեղ հաշտարի դերակատար է, հա, խորհրդատվական այսպես ասենք։ Բայց այնուամենայնիվ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը այն հիմնական փաստաթուղթն է, որտեղ Հայաստանի ցանկացած նորմալ իշխանություն պիտի կարճի, որտեղ դա կրկնում եմ, արգելում է, թույլ չի տալիս Ադրբեջանի նախագահի, որից է անօրինական պահանջ Հայաստանի նկատմամբ։ Մնաց 5 ամիս ընդամենը։ Դա ժամանակը մեր դեմ է աշխատում, այո։ Եվ այդ առումով Հայաստանի քաղաքական ընդդիմությունը պետք է նաև հաշվի առնի, որտեղ քանի որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պահելու համար Հայաստանում առաջնորդին պետք է լինի իշխանափոխություն։ Արտահերտ ընտրությամբ կլինի, փողոցով կլինի, այլ գործիքակազմով կլինի, բայց դա պետք է փոխվի։ Հակառակ դեպքում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը սկզբունքորեն մեզ համար շահեկան կետերը այլևս իրավական ուժ չեն կարող ունենալ։ Սա իրականությունն է։ Շատ լավ, հիմա գանք հաջորդ հարցին, հա, Իրանի դեսպանի հայտարարությունները։ Միջանցքի հետ կապված։ Իրանը մեկ անգամ եւս հաստատում է, որ ինքը թույլ չի տա, որպեսզի Հայաստանից Ադրբեջանը տարածք օտարի, այդ տարածքների օտարումը կարող է 3 ուղղությամբ լինել։ Առաջինը Մեղրի ամբողջ Մեղրի սահմանում մի փոքր ճանապարհ վերցնել, որով Ադրբեջանը կապի Նախիջևանին։ Առանց բնակավայրերը վերցնելու, սա ինչպես ասում են, Ադրբեջանի համար ամենաանգլխացավանք տարբերակն է։ Բնակավայր չի վերցնում, ագրեսիա չի անում եւ այլն։ Երկրորդ ճանապարհը Գորիս Կապանով դեպի Սիսիան, Անգեղակոտ եւ Նախիջևան։ Երրորդ ճանապարհը ամենավտանգավորը մեզ համար ջերմուկով այնինչ որ փորձվեց 22-ի սեպտեմբերին, իշխտումա դեպի Երազը։ Եվ 4 մարս Հայաստանի ուղղակիորեն մնում է Ադրբեջանի զինված ուժերի հսկողության ներքո։ Այնուամենայնիվ, գիտեք, ասենք Ռուսաստան մեզ դաշնակից, բայց այնուամենայնիվ այդ հողը մենք ենք պահելու, դա մեր հայրենիքն է։ Եվ այն ինչ որ այսօր կատարվում է Հայաստանում մեր բանակի կորուստների վերականգնման պահով ես տրամագծորեն հակառակ կարող եմ ասել, իրավական ակտեր ընդունում, որտեղ մեր բանակը պետք է լուծարվի։ Այն իրավական ակտեր եւ այն փոփոխությունները, որտեղ դու փողով կարող ես բանակից ազատվել, դա անթույլատրել է պատերազմող երկրում։ 3 կառավարությունը հաստատել է, ես դրա մասին բացաձայնեմ, հիմա անպայման ուզում եմ ասել, բանակի լուծարման 2 ճանապարհ կա։ Առաջին օրինակ 1920 թիվ դեկտեմբերի 2 Ալեքսանդրապոլի պայմանագիր Հայաստանը բանակ պիտի ունենա։ Մի քանի հրանոթ, մի քանի տասնյակ զինվոր եւ թուրքական բանակը այդ 10,000 քառակուսի կիլոմետրում։ Կա լուծարման երկրորդ ձևը։ Ինքը երկար ճանապարհ է ժամանակի առումով, հա։ Այս ճանապարհ դու բերում ես մի վիճակի, որտեղ քո բանակում ծառայող չկա։ Հիմա մեր բանակը 2 սկզբունքով է կազմվում։ Առաջինը ժամկետային զինծառայողներ, երկրորդ պայմանագրայիններ։ Մենք վարձու բանակ չունենք, որ դրսից հրավիրենք, դա մեծ գումարներ է, ինչևէ։ Հիմա ժամկետային զինծառայողներին պատական չէր, որ մեզ մոտ 2 տարի էր ընտրված ծառայության ժամանակ, ժամկետը։ Օրինակ, երբ 48 թվականի Իսրայել պետությունը ստեղծվեց, հաշվի առնելով Իսրայելի եւ իր ոչ բարեկամ հարևանների զինվածությունը, ծառայության ժամկետ դրվեց ժամկետային զինծառայողների համար 8 տարի արական սեռ, 6 տարի իքական սեռ, որպեսզի թվականակը բավականացնի այդ երկիրը պաշտպանելու համար։ Հիմա մեզ մոտ 2 տարի է։
Ես օրինակ եմ բերում, 2 տարի զորակոչված զինծառայողների մեծ մասը անցնում են ուսումնական զորամասերով, 6 ամիս, 5-ից 6 ամիս, որից հետո եթե իրենք կցագրված են պահպանություն իրականացնող սահմանային զորամասերում, մի քանի ամիս իրենք մարտական հերթապահության այբուբենին են ծանոթանում, ոչ պատասխանատու հաստիկներ են զբաղեցնում, մինչև իրավիճակը տիրապետեն եւ յուրաքանչյուր զինծառայողի առջև դրվի մարտական խնդիր, որոնք իրենք արդյունավետ կատարեն։ Այսինքն առնվազն 9 ամիսա պետք, որպեսզի զորակոչված զինծառայողը որպես զինվոր լինի շարքային կոչումով, թե սերժանտ կոչումով, մարտական խնդիր կատարի։ Հիմա մեզ մոտ ուշադրություն, մեզ լսողների ուշադրություն հրավիրում, ասում են, կարող ես 1 ամիս ծառայել, 20 միլիոն դրամ վճարել եւ ազատվել։ Այսինքն 1 ամիս զինվորի չի անի։ Հաջորդը ասում են 4 ամիս կարող ես ծառայել։ Չէ, նա 20 չէր, 24 էր, եթե չեմ սխալվում։ 24։ Սա 18 միլիոն։ 4 ամիս ես ծառայում, 4 ամիս ինչ տան։ Ես օրինակ բերեցի, չէ, 7-8-9 ամիս, որ մարտական հերթապահություն իրականացնի։ Ուրեմն 4 ամիս ծառայում ես, 18 միլիոն վճարում ես, զորացրվում ես։ 16 տարեկան մինչև մեր երկրի քաղաքացիների վրա արական սեռի արդեն պարտք է դրված։ Ասում են, եթե դու զորակոչվես, այդ 16 միլիոն պարտքը դուրս է գալիս, եթե չես ուզում զորակոչվես եւ քաղաքացիություն փոխում ես 16 տարին լրացած, եւ քեզ չեն զորակոչում 18-ին լրացած որպես ժամկետային զինծառայող, 15 միլիոն ես վճարում։ Այսինքն, ունևոր խավին ասում են, ձեր զավակները կարող են չծառայել, գումարը վճարեք բյուջե, իսկ այդ բյուջեից մենք գիտենք, չէ՞ ոնց է լափելու։ Այնպես չի, որ այդ բյուջեն մտավ գումարը արդյունավետ ծախսվելու է։ Սա առաջին։ Սա ինչ է նշանակում, որ չունևոր խավը, տեսնելով, որ ունևոր խավը չի ծառայում, իսկ պատերազմող երկրում ամենակարևորը սոցիալական արդարությունն է։ Կապ չունի ղեկավարի զավակ է, թե շարքային քաղաքացու, հավասար ուսուսի տված, որպես եղբայրներ, որպես բանակի զինծառայողներ պետք է ծառայեն։ Հարուստի երեխաները չեն ծառայում, չունևորների զավակները պետք է ծառայեն։ Ինչ են անում չունևորները։ Ամեն ինչ անել են, որ իրենց զավակները չծառայեն։ Օրինակ, ունենալու են ձեռքի տակ ինչ ունեն, ասենք մի հատ տուն ունեն, կարող է մի հատ էլ մեքենա։ Վաճառեն, որպեսզի իրենց զավակները չծառայեն։ Այսինքն ժամկետային զինծառայողներ որպես այդպեսին։ Կամ Հայաստանից փախցնեն։ Դե հիմա այդպես չէ, դու պետք է վճարես, քեզ իրավունք է տրվում չծառայելու, պետք է գումար տաս։ Առաջ սողանցներ կար, իբր գիտության ծարավ ուսանողներ էին ուղարկում տարբեր բուհերի ցանկար, որտեղ կարող էր սովորել, գալ ու չծառայել։ Կամ ասենք հիվանդության տարբեր պատրվակներ, հիվանդությունների շեմն են նեղացրել։ Սա եւս նրա համար է, որ չունևորների զավակները եւս անպայման մտնեն բանակում ծառայեն։ Այսինքն գալիս է մի վիճակ, որտեղ չունևորը եւս պարտք է անում, տուն է վաճառում, որ իր զավակները չծառայի։ Ես ասում եմ բոլորդ վարչապետ է, հավասար։ Բարև ձեզ։ Սոցիալական ցանցերում ես մի տեսանյութ նայեցի, որ այդ իրավական ակտի օրենսդրական նախաձեռնության հեղինակը պատգամավոր Հայկ Սարգսյանը ասում է, որ իրավունքը իդեպ ինքը չունի, դա ռազմական գաղտնիք է։ Ասում է 22-24 թվականին 8000 չգիտեմ քանի 100 ուրեմն զորակոչող զինծառայող խուսափել են ծառայությունից եւ քաղաքացիությունից հրաժարվել դուրս են եկել։ Այսինքն ինքը իշխանություն կոչվածը ստեղծում է մի վիճակ, որով դու չես ուզում ծառայել, առավելևս դեպքեր, պատահարներ, սպանություն, ինքնասպանություն, ինքնախեղում, դժբախտ պատահարներ, այդ թիվը արդեն աստղերի է հասել, այնքան մեծ է։ Իրենց ներկայացրած թվերով դա քառապատկվել է եւ մենք է տեսնում ենք։ Եվ այդ նշանակում է, որ ծնողը երաշխավորված չի, որ իր զավակը կգնա նորմալ կծառայի եւ ողջ առողջ հետ կգա։ Այսինքն ծնողի համար երկու մոտիվացիա է մտնում զավակը չունևորի մասն է խոսքը, զավակը չծառայելու։ Առաջին, որ անարդար վիճակը, հարուստի զավակը, ունևորի զավակը չի ծառայում, իրեն ինչու պիտի ծառայի, ընե պատերազմող եղում։ Եվ երկրորդ, այն, ինչի մասին ես ասեցի, հիվանդությունների ցանկը նեղացել են, որպեսզի այն բացը, որ ունևորների զավակները չեն ծառայում, նրանց տեղը հիվանդներին տանեն ծառայեն, որը բնականաբար այդ հիվանդությունների ցանկը մարդկանց ցանկությամբ չի գրվել։ Մասնագետներ են նշել, չէ՞, որ հիվանդությունը չի։ Այս հարցերը երբ որ բարձրացվեցին, դրան զուգահեռ նաև իրենց ահռելի թալանի մասին վերջին 1 ամսվա ընթացքում եղան բազմաթիվ հրապարակումներ եւ բարձրաձայնումներ, մասնավորապես եւ ազգային ժողովում եւ մամուլում, իրենք զույգերից մեկը սկսեց հիստերիայի մեջ ընկնել ազգային ժողովում վիրավորել պատգամավորներին, իսկ տիկինը սկսեց ասել էշեք, ոչիլեք, ինչ եք, տխմար եք, չգիտեմ
փաթած ուղեղներ բոլորդ ունեք, դրա համար ձեզ բոլորին պիտի կրթեմ։ Հենց որ խոսեցին արդեն իրենց թալանի մասին։ Խնդրեմ։ Ես ասեմ, ես վերջին օրերին տեղեկատվական ամբողջ լրահոսում հիմնականում գերիշխում են ձեր ասած անձի եւ իր հասցեին արձագանքները, անձի ասածները եւ արձագանքները։ Ես կարծում եմ դա կանխամտածված է արվել, դա պատահական չի։ Այսինքն այնուամենայնիվ Բայց դրան զուգահեռ նաև մերկացնում է իրենց խայտարակ թալանը։ Մի վարքան։ Ես չեմ կարծում, որ իրենք ուզում են իրենց թալանի մասին շատ խոսեն։ Անժելա, ուրեմն ես նորից եմ։ Ես իմ միտքը ասեմ, իմ կարծիքը։ Ուրեմն ես կարծում եմ դա պատահական չի արվում։ Ինչու՞։ Հիշեք, ինչին հաջորդեց վիրավորական արտահայտություններով այդ անձի կողմից հրապարակային մարդկանց վիրավորելը, պատասխաններ ստանալը եւ այդպես շարունակ առ այս պահը։ Դա հաջորդեց ուրեմն Տիրանայում մի հանդիպմանը, որտեղ ներկա էր Փաշինյան Նիկոլը, Ադրբեջանի նախագահը, Թուրքիայի նախագահը եւ մենք տեսանք այն խայտարակությունը, որը տեղի ունենում այդտեղ։ Եվ այո, մեր լրահոսը եկավ մի վիճակ, որտեղ մարդիկ աշճանաբար, այդ թունայ փորձագիտական շրջանակները որակում են, որ Հայաստանում թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ կամ կամակատար կառավարություն, այսինքն Փաշինյան Նիկոլը ուղղակիորեն կատարում է Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հանձնարարականները Մակրոնի խավորությամբ։ Այն Անձրևանոց փայլն է պատահական չէ, դեպ ասեմ ձեզ, Փաշինյանը երբ գծնեց իբր Անձրևի մի քանի կաթիլ Մակրոնի վրա չընկներ։ Եվ այդ թեման ինքը այստեղ լուրջ գեներացիայի ժամանակ երկու օր այդ թեմայով խոսեցին Փաշինյան Նիկոլի եւ իր վարչակազմի մեծ ճշտամի պետությունների կամակատար լինելու մասին հերթական եւ լուրջ հիմնավորումներով տեղեկատվություններ տարածում Հայաստանի լրատվական հոսքերով։ Եվ չգիտես ոնց, չգիտես ինչու, երկու օր հետո երրորդ օրը միանգամից ձեր ասած անձը մտավ վիրավորական արտահայտություններով։ Հաշվի առնելով, այստեղ կոռուպցիան իրենք պատրվակ են վերցնում։ Հաշվի առնելով, որ պատկերացրեք, որքան զոհվածների ծնողներ կան, որքան այս իշխանությունից դժգոհներ կան, որքան կանայք կան, որ անձնապես չեն տանում, հա, այդ ձեր նշած անձին։ Այսինքն արձագանքը ակնհայտ էր, որ ուժերի հարաբերակցությունը, եթե նայում ենք մի անձ մի կողմից է խոսում, Եթե ինքը խնդիր էր դրել վախեցնել բոլորին, այսինքն ոնց վախեցնել, որ այսինքն մարդկանց որ վիրավոր, չէ, այդպես չի։ Մարդը եթե մեկը ուրեմն վախեցնող է։ Ճասվեր կստանաք, այլևս չգիտեմ ինչ, այսպեսի ինչ որ բաներ էր ասում, հետո էլ վերջում այնքան ինքնավստահ ու բան վիճակում, ասում դե լավ, դե մի վախեցեք, որտեղ փտած ուղեղներ ունեք։ Ուրեմն վախես Մի մոռացեք, որ իրենք քարոզարշավ են սկսել, գուցե այս քարոզարշավի մի մաս է, կոնկրետ այս մարդիկ արդեն շրջաններով գնում են, այս զույգը գնում, քարոզարշավը իրականացնում։ Լավ, ես քարոզարշավը իր տեղ է, հասկանալի է։ Ես նորից եմ ասում, հուասելով չեմ վախենում։ Զոհվածների Չէ, Արմեն Գրիգորյանին ինչ արեցին, չտարան սպանեցին։ Հիմա ես օրինակներ կա, չէ։ Լավ, այդ օրինակը կար, հիմա ինչու է նորից ասում։ Հա։ Այդ օրինակը վաղուց է եղել, հիմա ինչու է։ Ես ասում եմ, ես եմ, միջամարցակ եք հանկարծ։ Ես իմ կարծիք ունեմ, դա հատուկ տեղեկատվական հոսք բաց թողնվեց, որպեսզի Փաշինյանի այն խայտարակությունը, որը Տիրանայում եղավ, Ալբանիայում, այդ հոսքերը տեղեկատվական հոսքը ամբողջովին փակվեց։ Այսինքն պիտի վիրավոր, ես դրա համար կեսկատակ կես լուրջ ասում եմ, եթե էլ խոսալու թեմա չունեք, 18 գումարածով վիդեոներ դրեք, մարդիկ առօրյա դրա մասին կխոսեն։ Դուք էլ կարող եք չխոսել 18 պլյուս ձեր անձնական կյանքից։ Դրա մասին չի խոսքը բացարձակ։ Այս մարդը պատահական մարդ չի։ Բոլորը գիտեն ինչ ահռելի ազդեցություն ունի նկատի վրա, բոլորը գիտեն, որ որոշումները իր մոտով է անցնում։ Մամուլում հրապարակումներ կա, որ բոլոր նշանակումները, տեսեք ուժայինների նշանակումները այս տիկինն է անում։ Հետո։ Այսինքն պատահական չի այս տիկնոջ ոչ հայոյանքները, ոչ ակտիվությունը, ոչ մի բանը։ Դուք վախեցաք։ Չէ, ինձ մի ես հանրային մի վարքյան։ Ես համոզված ասեմ ոչ մի կինել, որը որ հստակ առանց թաքցնելու իր Facebook-յան էջով, իր դեմքով պատասխանա տվել խիստ, որից մեկն չի վախեցել։ Այս մարդիկ արդեն հետաքնող լրագրող են տանում փակում է, այսպիսի բան կար։ Այդ հետաքրող լրագրողը այս թեմայի հետ կապ չուներ։ Աղեկյան Լիլիթ Աղեկյանի մասին։ Չէ, էլեմենտներ են, չէ, արդեն։ Դե ուրիշներն էլ են տանում։ Հա։ Անժելա, հիմա դուք ինչ եք ուզում ինձանից լսել։ Չէ, ուղղակի բանն եմ ասում, ես Դուք ձեր կարծիք ասեցիք, ես իմ ասեցի։ Ես իմ կարծիքը չեմ ասում, ես ընդամենը որոշակի պնդումներ եմ անում,
հանրային տրամադրություններից եւ Ես էլ ասում եմ որ մարդիկ չեն վախում այդ իրանք են առավոտից իրկում վախեցած ման գալիս Փաշինյան Նիկոլը նայ քանի դե ասեցի քանի 100 հոգով է ման գալիս ինքը իրանք են վախեցած ու իրանք շատ լավ գիտեն որ իրանք վերջը այդքան բարի չլինելու ինչքան իրանք են մտածում որ պահագա ճողոպրելու են այդ թալանացնել վայելեն վախը իրանք սրտերում է նստած ոչ թե մեր Ոչ մեր զովասների մայրերի, ոչ արդարացի կեցված դրսևորողների, ոչ է մեկի սրտում էլ վախ չկա, վախը իրանց մեջ է։ Վախը գիտեք ինչի արտահայտությունն է, սովորաբար։ Երբ որ սխալ արարք ես անում, գիտակցում ես այդ սխալը, այսինքն մեղքի զգացողություն կա։ Եվ մտածում ես, միտքս ավարտեմ, Անժելա, եւ մտածում ես, որ հատուցում է գալու։ Իրավական կամ ոչ իրավական, բարոյական, վախը տեղից է առաջանում։ Հիմա նայեք, իրենք անարդար են, ու իրանք հրաշալի գիտեն, որ անարդար են։ Իսկ նա ով արդար է եւ կեցված կա դրսեւորում, իրանք սրտում վախ չկա։ Այնպես որ իրանք են վախեցած։ Պարոն Ապետյան, դրան ավելացրեք նաեւ տգիտության հետևանքն այ վախը։ Այս տիկինը որ իրան հորժորջում է իբրև ամբողջ ազգին որոշել է կրթել, չգիտեմ ինչ անել, նաեւ ինքը բան կրթվելու լուրջ բան ունի։ Այդ տիկինը արժի որ այդքան խոսենք մենք իհարկե արժի որտեվ այս տիկինը բունկերում ինքն է որոշումներ կայացրել եւ կարեւոր տեղերում է եւ ինչքան անտեսեք էս կնոջը այս դուք ինչ կասկածում եք որ բոլոր որոշումները ինքն է կայացնում այսօր ուժայինները ղեկավարները ովքեր են ով է նշանակել ուժայինների ղեկավարներ դե ասեք Նիկոլը Ես կարծում եմ ավելի կարեւոր հարցեր կար քան այդ ուժայինների ղեկավարները ովքեր են այն մարդիկ ով նշանակել է Աննան Մարզպետների, քաղաքապետների, չգիտեմ ինչ նշանակումներ էլի ասում են պայմանավորված է միայն իրեն իրավական ստատուս ինքը չունի, Փաշինյան Նիկոլ ունի, այսօր Փաշինյան Նիկոլը ազդեցություն ինքն է որոշում։ Եվ հետո այս վիճակում ենք, որտեվ այդ տիկինը այդպիսին է, որտեվ այդ հանդուրժել ենք, որ այս տիկինը բունկերում լինելուց հետո մի հատ էլ գա միջևա որոշում կայացնի։ Ես էլ ասում եմ մարդիկ չեն վախում։ Ասում եմ որ պետքա թիրախը ճիշտ ընտրել շատ հաճախ։ Ինչ հաճախ։ Որ թիրախը նաև ինքը պիտի լինի, որտեվ ինքն է որոշում կայացնում եւ ինքն է ազդեցիկ, ինքն է նշանակումներ անում։ Այդ առումով եւ մի հատ էլ բանը հոխորտ այլ բանախոսների, որոնք ուղղակիորեն իր անձը, իր որա ես նորից եմ կրկնում։ Վստահ չեք որ ուժայինների այս նշանակումներն ինքն է կատարում։ Ես վստահ եմ որ Հայաստանում բոլոր ուժայինների նշանակումը Բրիտանիայից Լոնդոնի որոշմամբ։ Ցուցակ ընդեղից է գալիս, այո։ Իրենք չեն որոշում, ով լինի պաշտպանության նախարարություն, արտաքին հետախուզության պետ, ով լինի դատախազ, այդպես չի, որտեղ գնահատում են, որ Հայաստանը թուրք ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ կառավարությունն է ներկայացնում։ Այո, իրենք ունեն դերակատարում։ Կարողացան ստվերել են խայտարակությունը, դա ինչպես ստորացած էր ինքը, բանը Ալիևի արչև, Էրդողանի արչև մատով կանչում էր։ Ես էլ ասում եմ այդ խոսակցությունները, ասում եմ այդ խոսակցությունների բուն նպատակը։ Հիմա մենք չենք ստվերում, գալիս ենք այս թեմային։ Ոչ մտածեն ստվերեցին եւ մենք չենք խոսում, այս ապակերը տեսեք։ Ես դրա համար հորդորում եմ այդ թեման վերարծացել։ Հիշել ինչ պայմանավորվածություններ, ինչ կեցվածք ուներ Փաշինյանը Տիրանայում։ Այդ թեման դարձնել այսօր այժմյական թեմա։ Դա է կարևոր թեման։ Որովհետև եւ Լավրովի ասածները եւ քաղաքական ընդդիմության կոնսոլիդացիան օրակարգի շուրջ սրանք կարևոր թեմաներ են։ Այսինքն գիտեք իրենք իրենց գործն են անում, մենք էլ մերը պետք է անենք։ Որ իրանք վատ են անում, դրա մասին բարձրացնում են։ Ինչ էր խնդրում, ինչ որ բան խնդրեց, ինչ տեղի ունեցավ այստեղ եւ ինչ էր ակնկալում Էրդողանից Նիկոլը, ինչ էր խնդրում։ Ձայնագրությունները չկան, բայց միայն կեցվածքով հասկանալի է, որ Փաշինյանը կատարում է այս երկու մարդկանց հանձնարարականը, առաջին հերթին Էրդողանի, երկրորդ Ալիևի։ Այդքան բան, դրա համար ես գնահատում եմ ինքը կոլաբորանտ կառավարության կամ կամակատար կառավարության ղեկավարը Հայաստանում։ Ղեկավարները սրանք են։ Ծափանները ասում են, որ ինքը ուղղակի խնդրում էր Էրդողանին, որ համոզի եւ խնդրի կամ պահանջի Ալիևից ուղղակի ժամանակ տալ Նիկոլին, չստիպել, միջև որ գնան ընդրությունների։ Ես խոսակցությունները չի եղել, ձայնագրության խոսակցություն չկա։ Չէ, ինչ կարող է խնդրել, օրինակ ինչ է ակնկալում Նիկոլը Էրդողանից ձեզ։ Ինչ է ակնկալում ինքը։ Իր սպասելիքներն ինչ են Էրդողանից։ Անկախ այս հանդիպումից ես գիտեմ Փաշինյանն ինչ ակնկալում։ Մնա իշխանության։ Ինչ գնով։ Ճնշումները Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից լինեն համաչափ այնքանով, որքանով Հայաստանում լուրջ ընդվզում չլինի։
Եթե տեսականորեն պատկերացրեք, վաղը Փաշինյանը համաձայնում է 300,000, օրինակ, փախստականին վերադարձի վերաբերյալ մի հատ իրավական ակտ կամ կառավարության որոշում ընդունում։ Տարբերակ B. Փաշինյանը իրավական ակտ կամ կառավարության որոշում ալնում, որ Հայաստանից պետք է արտահանձնի, ասենք, առնվազն 5 անձի։ Հանրապետության 3 նախագահներին եւ եւս 2-3 անձի։ 5-6 անձի պետք է հանձնի։ Եվ դա կառավարության որոշում է, ինչ է կարծում Հայաստանում ներքաղաքական ցնցում կարող առաջանալ, ես կարծում կառաջանա։ Այ որպեսզի այդ պահանջները Ալիևի եւ Էրդողանի միանգամից չլինի, այդ թու նաեւ համարության փոփոխություն։ Հիմա գանք ավելի լուրջ, հա, թեմաների։ Ինքը խնդրում է հետեւյալը. նախ ժամանակ տալ, որ ընտրություններում հաջորդ հերթական ընտրություններում ինքը հաղթի։ Թույլ տվեք, նկարչությամբ ես հաղթեմ։ Եվ իմ նախընտրականում, այո, կլինեն կետեր, որով որ ենթադրենք ձեր պահանջների մի մասը այս կամ այն ձևով, թաքուն ձևով, ոչ բացայտ, իմ նախընտրականում կլինեն։ Հետո որը ես կյանքի կոչեմ, ինչ ժամանակ տվեք։ Սա է։ Այդ ընթացքում ես բռնաճնշումներ կիրականացնեմ ընդդիմության առաջնորդների նկատմամբ, լրագրողների նկատմամբ, հասարակական ակտիվիստների նկատմամբ, որպեսզի կարողանամ դյուրին կերպով վերարտադրվել, ինչ խնդրում եմ ժամանակ։ Այդքան բան։ Միջանցքի հարցներ կլուծվի, տարածքներ կտամ, փախստականները կվերադառնան, կոնտրիբուցիա ռեպարացիա էլ կանենք, այս ամենը չկանենք, ես ձեզ խոստանում եմ։ Առանց այս հանդիպանից ասում եմ, ինքը միջնորդավորված այդ սահմանային դելիմիտացիա, դեմարկացիա ձեր ուզած ձևով կարվի եւ այլն, բայց ես խնդրում եմ ժամանակ, որպեսզի Հայաստանում ցնցում չլինի, որտեղ եթե օրինակ երկու օրինակ բերեցի, եթե նման պահանջ դրվի, Հայաստանում իրոք ներքաղաքական ուժ ցնցում ալնելու։ Շատ լավ։ Եվ վերջին հարցը արևմտամետ այսպես ուժերը իդեմս Արման Բաբաջանյանի, տեսակ թե չգիտեմ ինչերը, ովքեր։ Մի քանի պիդարաստ գնացել են այնտեղ, հետո հիմա դրանց մասներ խոսենք։ Հետեք ուզում լսենք։ Հասան իրենց նպատակին։ Իհարկե ոչ։ Փող չեն ստանա։ Իրաց նպատակը եթե փող ստանալն է, կստանա։ Ես նկատ, որտեվ ասի քաղաքական ուժեր եւ այլն, այնտեղ ոչ քաղաքականություն կա, ոչ ուժ կա։ Եվ դրա համար եմ ասում, որ փողի առումով, այո, վճարները ստացել են։ Եթե իրենց նպատակը դա էր։ Բայց եթե այդտեղ լիներ մի քանի հազար քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք արդարացի պահանջ ներկայացնեին, հիմնավոր պահանջ, մի հատ հայտարարություն, ասուլիսներ, քարոզչական հող, այսինքն քաղաքական գործընթաց դա կար նման բան, չէ։ Ընդամենը այո, գնացին կանգնեցին 2 կոպեկ փող ստացան։ Կստանան, այսինքն այդ նկարի համար ստացել էին արդեն։ Կամ ստացել էին արդեն։ Տորում իշխանության ներկայացուցիչները սկսեցին իրար հերթ չտալով հայտարարել, որ ԵԱՏՄ-ից դուրս չեն գալիս, այս մաքսային միությունից դուրս չեն գալի, բայց ամեն ինչ ինչի համար է։ Մի կողմից Եվրոպա ասում են, չգիտեմ, գալիս են, մի կողմից էլ այսպես խելոք խոնար հայտարարում են, որ դուրս չեն գալիս, մնում ենք։ Հայկական ժողովրդական մի հեքիաթ կա Սուտասանի մասին, որը անընդհատ երբ որ անասուն է տանում, պահում, հարածացնում, դից գոռում է հրդե, մարդիկ գալիս են, որ հրդեա որտեղ հանգցեն, պարզվում է սուտ է ասում։ Հետո մի օր որ իսկապես հրդե է լինում, բղավում է հրդե, էլ չեն գալիս, ասում են սուտ է ասում, իրապես հրդե ավերում է։ Հիմա սրանք քանի որ սուտ ասան են, այսինքն սրանց որից է, ինչպես ասում են, կրակին ցախտնել չի լինի։ Ինչ է Ռուսաստանը սրանց նոր գիտի, կամ սրանց ստերը։ Եթե դու Եվրամիության հետ որևիցե խաղեր չես տալիս, պարտավորություններ չես վերցրել, ինչու ես հիմա հայտարարում։ Ընդ որում մենի չոր ասել են ճիշտ է, Արադ Միրզոյանը ճիշտ բան ասում։ Ասում է իհարկե Եվրամիության կողմից, ես հիմա ասեմ։ Ասում է Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության անդամակցության հայտ չի ներկայացում, ճիշտ է ասում։ Բանակցություններ չեն վարվում, ճիշտ է ասում։ Բայց հիմա եթե այս ամեն ինչը չեն արում, կապիկություն եք անում։ Այսինքն իրականում իրենք արհեստական կեղծ օրակարգեր են մտցնում։ Արևմուտքի հետ խաղեր են տալիս։ Մակրոնի անձրևանոց է պահում, հա։ Այլասերվածների համաժողովը Հայաստանում լինում, որին իդեպ օրեր առաջ եղել է, որին նաև զեկուցով հանդես է եկել ձեր նշած անձը։ Արման Բաբաջանյանը։ Ոչ, նախկին նշած անձը, Տիկինը, որ ասում եք Հայաստանում բացարձակ իշխանություն ունի։ Իհարկե։ Այսինքն իրենք հիմա 100 միլիոն ինքը ամեն ինչ խառնել է, իրան թվում է, որ ինքը Նիկոլի վրա բացարձակ իշխանություն ունի, բոլորի վրա բացարձակ իշխանություն, բոլորին կարող է սարսափեցնել իր արևին բանը։ Անժելա, օրինակ պատկերացնում եք Հայաստանում ոչ ավել, ոչ պակաս համաշխարհային բանկը 100 միլիոն դոլար փող է տալիս Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու համար։ Ակնհայտ է, չէ՞, փողը լափելու է։ Իսկ ինչի համար են տալիս, որ լափեն։ Իհարկե մի մասը
վերադարձը հատկատա լինելու, վստահաբար, հա։ Մեծ մասը։ Այն մնացածն էլ իրենք թղթի վրա գրելու են, բայց որpիսի իրենց այդ գործարքի գնան, սրանց ասում են, ասեք հավատարմությամբ, որ մերն եք։ Գործընթաց սկսեք, ռուսների դեմ քայլեր արեք, քարոզչական գործընթաց սկսեք։ Արման Բաբաջանյան եւ այլն գնացեք պլակատ պահեք, որովհետեւ այդ փողերը գան։ Այդ փողերի մի մասը հատկատա գնալու տվողներին։ Մի մասն էլ իրանք թղթերի վրա գրելու են դուրս գրել։ Ուղղակի այս իրանց արևին է շուստրի այս խաղերը էլի հիմա Ռուսաստանը դա չգիտի թե արևմուտքը չգիտի։ Մի օր առաջ գնում է Կրեմլ, հաջորդ օրը գնում է։ Միակ մարդն ա եղել, որ եւ այնտեղա ներկա եղել եւ այնտեղա ներկա եղել։ Չի եղել ուրիշ մարդ, որ երկու տեղներ գնա եւ մասնակցի։ Ժողովուրդը մի հատ կարճ ձևակերպում ունի, ով ասում է մեջտեղ, մարմինը 4 տեղ։ Հիմա սրանց մարմինը 4 տեղ է, բայց 4 տեղից էլ ընկնելու է։ Մենք այս հարցը երևի շատ երկար ժամանակ կքննարկենք, որտեղ սա մեր ողբերգության ամենամեծ բանն է, Արցախի կորուստը։ Ի վերջո սա Նիկոլի եւ այդ թիմի տհասության, քաղաքական տհասության, տգիտության հետևանքներ, որ իրենք ոգևորվեցին, որ չէ, այսպես ասեմ, որ Ռուսաստանը պատերազմի մեջ է եւ իրենց արևին իբր այնքան խելոք են, հեսա Ռուսաստանին տեսեք արևմուտքը ոնց է տապալելու, մենք է գնանք արևմուտքի հետ պայմանավորվենք, Արցախը նվիրենք տանք, հետո Հայաստանը չաղ ու բախտավոր արևմուտքի տակ կապրի։ Սա էր թե ուղղակի այսպես ասած քաշով 5 միլիարդով Արցախը ծախսեց։ Ես չգիտեմ ինչքանով։ Չէ, որտեղ ուրիշ երրորդ բան չկա։ Կամ ինքը տես տահաս անասունները մտածում էին, որ այս արևմուտքը կհաղթի, Ռուսաստանը դե գնում է հետնել տանք այս Արցախից պրծնենք, այստեղ նստենք չաղ ու բախտավոր արևմուտքը գամ էս, չգիտեմ, բայ կամ էլ ծախել են։ Ես չգիտեմ, ուրիշ կա երրորդ տարբերակ Արցախը գործել։ Ձեր ասած առաջին դեպքում ինքը փորձում է այդպես ներկայացնել, որ դե հիմա կռիվ ա եղել, պարտվել ենք, ինչ ա եղել, մեղավոր են բանակը, սպաները, հրամկազմը, զինվորները, դասալիկները, դա համար պարտվել ենք։ Փաշինյանը այդպես է ներկայացնում։ Ես այդպես չեմ ասում, ես ասում եմ ինքը հատուկ տարավ պարտության, պայմանավորվածության, այդ խավորների, Մակրոնի, ինչա, Միշելների խավորությամբ տարավ տվեց Արցախը։ Տվեց, որտեղ քաղաքականապես տգետ անասուն էր, մտածում էր, որ այս Ռուսաստանը պարտվում է, արևմուտքը կրած ունի, մենք է գնանք արևմուտքի տակ, այս տանք ու դրանից հետո չաղ ու բախտավոր կապրենք։ Ես սրա մասին ասել եմ 2018 թվականի հունիս ամսին, երբ որ սա նոր եկել իշխանության, ասի Փաշինյանին բերել են իշխանության Արցախը պատերազմով հանձնելու, ասել եմ 18 թիվ։ Որին ժամանակ Փաշինյանը կիսա աստվածացած վիճակում էր մեր ժողովրդի մոտ։ Այս մարդը կոնկրետ խնդիր ա լուծել։ Ես տեսականորեն չեմ բացառում, որ այո, նաև դրա վրա գումար աշխատել, հաշվի առնելով, որ Ադրբեջանի նախագահը նախորդ իշխանության ղեկավարին առաջարկ արել է։ Սա փաստ է, հա, եւ դրա վերաբերյալ Բելարուսի նախագահը ասել է, հա։ Դե ծրարի մասին ինչի, էլի մարդիկ են ծրարներից խոսել։ Վերելակային դիվանագիտությունից, վերելակից ու ծրարներից։ Ես դա չեմ բացառում, բայց Էմիրատներից եւ այլն։ Դրա համար ամեն ինչ պետք է անել, որ Փաշինյանը ողջ մնա իշխանափոխությունից հետո անպայման, որից այլ երկրում չլինի եւ այստեղ քննչական մարմինները իրականացնեն օպերատիվ հետախուզական միջոցառումներ բացահայտելու թե ինչպես եղավ, որ այս անձը արեց սխալ քայլեր, ինչպես եղավ, որ 44 օրյա սկզբում պետական ռազմական գաղտնիքները եթերով բացում ինքը, ինչպես եղավ, որ բանակը կազմակերպելու եւ կառավարելիությունը զրոյացնելու համար ջոկատներ էր հանձնարարականով եթերով տալիս ջոկատներով գնացեք կռիվ, երբ որ դա բանակի կառավարումը ուղղակի զրոյացնում է ջոկատային կռիվ, չէ՞։ Այս բոլորը հարցեր են, որտեղ քննչական մարմինները հիմնականում առաջին հերթին զինվորական քննիչները, ռազմական քննիչները, այս բոլոր հարցերը Փաշինյանին եւ ոչ միայն իրեն շատերին տալու են, եւ որի պատասխաններից արդեն པարզ կլինի, թե որը որից հետո է։ Գործակալ էր, կանխամտածված էր, տգետ էր, գումար էր վերցրել, դավաճան էր, թշնամի էր, այս բոլորը քննչական մարմինները կտան։ Դա համար ամեն ինչ պետք է անել, որ Փաշինյանը մնա այստեղ, առողջ եւ քննչական մարմիններին բացատրություններ տա եւ ոչ միայն ինքը, բոլոր նրանք, ովքեր որ ներգրաված են այս գործի մեջ։ Իսկ դրա համար նորից եմ կրկնում ժամ առաջ Փաշինյանը այստեղից այդ պաշտոնից դիհեռացվի, որի համար ես կարծում եմ մեր ժողովրդի տարբեր քաղաքական ուժերի հայտնի անհատների նախագահների պետք է լինի կոնսենսուս։ Բացառապես ինչ տարբերություններ, տարամբռնումներ կան, ժամանակին ինչ ջրեր են հոսել, որը այդքան էլ ցանկալի չի եղել մեկը մյուսի համար, այս բոլորը պետք է դրվի մի կողմ։ Ես խորապես համոզված եմ, եւ դա Հայաստանում որակապես եւ արագ իրավիճակ կարող է փոխել։ Եվ այն ինչ որ կատարվում է, ինձ համար անընդունելի է, ես հրապարակավասել եմ եւ
այս տաղավարից եմ ասել նաև եւ հիմա կրկնում եմ։ Պետք է լինի կոնսենսուս, այս կոնսենսուսն է դառնալու այն երաշխիքը, որ Փաշինյանը ժամ առաջ իշխանությունը հանձնի նոր մարդկանց, նոր քաղաքական թիմի կամ Եվ ընդհանրապես ով կազմակերպված այսօր Նիկոլից բացի թիրախավորում է ընդդիմադիր մեկ այլ ուժի, ես չեմ ասում, այն բանդայի Նիկոլի գործն է անում։ Նա Նիկոլի գործն է անում։ Շատ ճիշտ է, ես համակարծիք եմ։ Էներգիան ուժը վատնելով դրա վրա, չգիտեմ, փող աշխատում, ինչ է անում, ինչով է զբաղված։ Եթե այդ ամեն ինչը անում է հարվածելով մյուսին, իրենք դուք սպասարկում եք ուղակի Նիկոլին։ Ուրիշ բացատրություն այստեղ չկա։ Այսօր վեր են գնել բանը, սկսել նրա դեմ, ընդհանրապես միայն ու միայն դա է։ Ինչ աչոկներ եք, միավորներ եք հավաքում, չգիտեմ ինչ եք անում, ինչ բացատրություն ուզում եք տվեք։ Դուք սպասարկում եք, գիտակցաբար են անում, չէ՞, պարոն Աբովյան, անգիտակցաբար են անում։ Դա երկրորդական հարց է։ Դուք սպասարկում եք Նիկոլին։ Ես կարծում եմ, որ հասարակական լայն կոնսենսուս պետք է լինի բոլոր քաղաքական ուժերի, բոլոր անձերի, հայտնի, կշիռ ունեցող, փորձառություն ունեցող, պատերազմ հաղթած, այդ բոլորի քաղաքական կոնսենսուսն է երաշխիքը, ինքը որպես գործիք։ Եթե դուք դա չեք անում, ուրեմն կամ դուք վախենում եք Նիկոլից, կամ էլ դուք Նիկոլի հետ պայմանավորվածություն ունեք, փոխանակ կոնկրետ երկիրը հանձնող դավաճան սրիկա տականքի դեմ պայքարեք, ուրիշ թիրախներ եք ձեզ համար ընտրում։ Ուրեմն կամ դուք ծախված եք, կամ դուք արդեն բանը Նիկոլի կողմից, ինչ ասեմ, գնված եք, կամ էլ դուք շատ տհասեք ու կեղտոտ բան է գործ եք անում, այսքան բան։ Այսքանը։ Մենք ուղի եթերում էինք, Անժելա։ Այո։ Հետաքրքիր է, որ ես այդպես ոչ։